Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն, գերմանացի ականավոր ֆիզիկոս, ծնվել է մարտի 27-ին 1845 թվականին։ Նա 1895 թվականին հայտնագործեց կարճ ալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը, ռենտգենյան ճառագայթները։ Ռենտգենյան ճառագայթները հայտնագործվել են 1895 թվականի նոյեմբերի 8-ին։ Այդ օրը Ռենտգենը մինչև ուշ գիշեր աշխատել է իր լաբորատորիայում։ Երբ նա պատրաստվել է դուրս գալ, հանգեցրել է լամպը և հանկարծ մթության մեջ թույլ կանաչավուն լուսավորություն է տեսել։ Տարայի մեջ գտնվող նյութը լույս է արձակել։ Ռենտգենը տեսել է, որ մոռացել է անջատել սարքերից մեկը՝ էլեկտրոնային վակուումային խողովակը։ Նա խողովակն անջատել է, լուսավորումն անհետացել է, միացրել է, կրկին հայտնվել է։ Ամենազարմանալին այն է եղել, որ սարքը գտնվել է լաբորատորիայի անկյուններից մեկում, իսկ լույս արձակող նյութով տարան մեկ այլ անկյունում։ Գիտնականը որոշել է, որ սարքն ինչ-որ անհայտ ճառագայթում է արձակում։ Նա խողովակի դիմաց էկրան է տեղադրել, որպեսզի որոշի ճառագայթման ուժը և դրանց միջև տարբեր առարկաներ դրել։ Գիրք, տախտակ, թուղթ, դրանք բոլորը թափանցիկ են եղել ճառագայթների համար։ Ռենտգենը ճառագայթների տակ կշռաքարերով տուփ է դրել։ Էկրանին լավ երևացել են դրանց ստվերները։ Ճառագայթների փունջը պատահաբար ընկել է գիտնականի ձեռքի վրա։ Ռենտգենը տեղում քարացել է։ Ռենտգենյան ճառագայթների ցնցող բացահայտման մասին առաջինն իմացել է գիտնականի կինը։ Ռենտգենը X ճառագայթների օգնությամբ նկարել է կնոջ՝ Բերտայի ձեռքը։ Դա պատմության մեջ առաջին ռենտգենյան նկարն է։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչև այժմ։ Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին 1901 թվականին։ Ռենտգենն օժանդակում է իր հայտնագործությունը բժշկության մեջ գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։